Հանուն Հոր և Որդվո և Հոգվին Սրբո, ամեն։ Մի վախեցիր, միայն հավատա։ Գերաշնորհ Սրբազան հայր, սիրելի քույրեր և եղբայրներ։ Այսօրվա ավետարանական հատվածը մեզ պատմում է Հայրոսի աղջկա Հարության դրվագը։ Հավանաբար հիշում եք, Տեր Հիսուս Կափառնայումում նավակով եկավ ծովեզրի մյուս կողմից և բազմությունը նրան ընդունեց մեծ ուրախությամբ և այս բազմության միջից Հայրոս անունով մի ժողովրդապետ, որ հայտնի մարդ էր, մոտեցավ նրա ոտքերն ընկավ և ասաց. մի դուստր ունեմ 12-ամյա, մի ամորիկ և ահա խիստ հիվանդությամբ տառապում է և մահամերձ է։ Խնդրեց, որպեսզի Տերը գնա և ձեռք դնի նրա վրա, որպեսզի բժշկվի։ Տեր Հիսուս շարժվեց ընդառաջ Հայրոսի խնդրանքին և գնում էր դեպի նրա տունը։ Եվ մինչ ճանապարհին դեպքեր պատահեցին, մոտեցան Հայրոսի ընտանիքից և ասացին, որ աղջիկդ մեռավ, հոգնություն մի պատճառիր դրան։ Իսկ երբ Հիսուս լսեց, թե աղջիկը մեռավ, քաջալերեց Հայրոսին ասելով. մի վախեցիր, այլ միայն հավատա և նա կապրի։ Եվ հասան Հայրոսի տուն, ողբ էր, կոծ, և մարդիկ խռնվել էին սգավոր ընտանիքի շուրջը, և այս աղմուկի, աղաղակի, լացի, կոծի պայմաններում Տեր Հիսուս բժշկություն չկատարեց, այլ հեռացրեց մարդկանց, ասելով, որ լաց մի եղեք, որովհետև մեռած չէ, այլ ննջում է։ Սիրելիներ, մարդկային կյանքում լինում են իրավիճակներ, երբ որ այսպես կոչված իրատեսությունը, իրապաշտությունը բախվում է հավատքի հետ։ Եվ ահա իրատես մարդիկ, որ հավաքված էին Հայրոսի ընտանիքում, տեսնում էին, որ մահամերձ է, և հավանաբար մեծ ոգևորությամբ չէին վերաբերվել Հայրոսի մտքին, որ պիտի գնար Հիսուսին խնդրեր, որ գա իր տուն։ Իրատեսությունը ճանապարհին նորից հանդիպեց, ասելով, որ հոգնություն մի պատճառիր վարդապետին, արդեն մահացել է դուստրդ։ Եվ երբ որ եկավ Տեր Հիսուս տուն, իրատեսությունը և իրապաշտությունը ծաղրեց Հիսուսի այն խոսքը, որ ասում էր ննջած չէ, մեռած չէ, այլ ննջում է, և ասում էր, որ այդպես լաց մի եղեք։ Եվ ավետարանը հստակ կերպով ասում է, որ մարդիկ, որ հավաքված էին այդտեղ, ծաղրում էին Հիսուսին այդ խոսքի համար։ Եվ Տերը հեռացրեց բոլորին, միայն իր հետ պահեց Պետրոսին, Հակոբոսին, Հովհաննեսին և ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի այս երեքից և երեխայի հորից ու մորից, և ասաց. վեր կաց, կանգնիր, ով մանուկ։ Եվ նրա հոգին վերադարձավ, և մանուկը իսկույն կանգնեց։ Եվ Հիսուս հրամայեց, որպեսզի նրան ուտելու բան տան։ Սիրելիներ, այս հավատքի մեծ դրսևորումը և մարդկային իրատեսությունը բախվում են պատմականորեն տարբեր շրջաններում, և մեր ժողովրդի պատմության ընթացքում էլ բազում այդպիսի դրվագներ են եղել։ Բագրատունյաց թագավորության անկում, Կիլիկյան թագավորության անկում, ցեղասպանություն, մարդկային տեսանկյունից իրատեսական չէ, որ մի այսպիսի ժողովուրդ կարող է վեր հառնել։
Մարդկային մտքից կարելի է ասել վերը եւ չի ենթարկվում քննադատության անհասկանալի է թվում մեզ, թե ինչպես է, որ այս ծանր պայմաններում այսպիսի խառը միջավայրում եւ այսպիսի փոթորկալից տարածաշրջանում, որ մենք դեռևս գոյություն ունենք։ Ուրեմն իրատեսությունը ասում է, որ թողեք եւ հեռացեք այստեղից։ Ինչպես որ Սենեքերի մարզրունին Վասպուրականում իրատես գտնվեց եւ իր ժողովրդին, իր իշխաններին վերցրեց ու գնաց, հեռացավ Վասպուրականից։ Իրատեսությունը մեզ այսօր էլ ասում է, որ մեզ որևէ լավ բան չի սպասում։ Բայց հավատքը գալիս է այս իրատեսությանը մերժելու։ Եվ ինչպես որ Տեր Հիսուս Հայրոսին ասաց. «Մի վախեցիր, այլ միայն հավատա», այնպես էլ այսօր Տեր Հիսուս մեզ է ասում. «Մի վախեցեք, այլ միայն հավատացեք, եւ պիտի ապրեք, եւ պիտի վեր հառնի ձեր թվացյալ մահացած հայրենիքը»։ Ինչպես որ Հայրոսի աղջկան Տերը հարություն տվեց եւ մարդիկ ապշած էին այդ բանի համար, այնպես էլ մեր պատմության ընթացքում բազում փուլերում Տերը թույլ է տվել, որպեսզի մենք հարվածվենք, թույլ է տվել, որպեսզի մենք խոնարհվենք, բայց կրկին անգամ իր փառքն է ցույց տվել մեր ժողովրդի միջոցով եւ ցույց է տվել, որ իզորու է նույնիսկ ցեղասպանված մի ժողովրդի հարություն տալ եւ պետություն ստեղծել։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա միտքը եւ մանավանդ համընկել է նաեւ այսօր նոյեմբերի 9-ին, երբ որ տարիներ առաջ մենք ապրեցինք մեր նորագույն պատմության մեջ ամենաողբերգալի օրերից մեկը, այսօր նորովի է ավետարանը մեզ նոյեմբերի 9-ին ասում Հայրոսի աղջկա հարության մասին։ Եվ երբ որ ընթերցում էի այսօրվա ավետարանական հատվածը, մարգարեությունը, Պողոսի թուղթը, անմիջապես այդ կապը իմ մտքում առաջացավ, որ Տերը այսօր էլ մեզ ասում է. «Մի վախեցեք, այլ միայն հավատացեք»։ Բայց հավատը պասիվություն չի ենթադրում։ Հավատը ենթադրում է գործողություն։ Հավատից մղված պետք է գործել, ինչպես որ Հայրոսը հավատաց, որ Տերը իզորու է փրկել իր դուստրին, եւ քայլ կատարեց, գնաց։ Երբ որ դուստրը մեռավ, Հայրոսը հավատաց, որ Տերը իզորու է հարություն տալ, եւ չլսեց իր հարազատներին, որոնք որ ասում էին հոգնություն մի պատճառիր վարդապետին, արդեն մեռավ դուստրը։ Եթե այդ հավատքը չունենար եւ այդ հավատքից բխած գործողություն չաներ, Տեր Հիսուս չպիտի գնար իր տուն։ Եվ այն ժամանակ, երբ որ ամենասարսափելի իրականությանը հանդիպեց եւ ծաղրի առաջ կանգնեց Տեր Հիսուս, Հայրոսը կրկին հավատաց Տեր Հիսուսի խոսքին եւ չդարձավ ծաղրողներից մեկը, այլ դուրս հանեց բոլոր չարախոսներին եւ մնաց Հիսուսի եւ իր աշակերտների հետ, իր կնոջ հետ միասին եւ ականատես եղավ այն հրաշքին, որը նրա հավատքի եւ կամքի համադրությունն էր, որ թույլ տվեց Տեր Հիսուսին գործել։ Ուրեմն սիրելիներ, ինչպես որ ասացի արդեն, իսկ Տեր Հիսուս այսօր մեզ ասում է հետևյալը. հավատացեք եւ մի վախեցեք։ Ուրեմն հավատանք Տիրոջը, չվախենանք մեր ապագայից, քայլենք այդ ապագային ընդառաջ
եւ այդ հավատքի գործերը, հավատքի պտուղները տանք, որպեսզի Տերը գա եւ մեր ննջած հայրենիքին կրկին հարություն տա։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։